Անընհոր եւ Որդվո եւ Ոգուն Սրբո ամեն։ Դարձյալ եւ դարձյալ փառք եւ շնորհակալություն մեր երկնավոր Հորը, որ այսօր մեզ մեկտեղ հավաքեց։ Ուրախ ենք այս քաղցր ներկայության համար, Տիրոջ քաղցր երեսը տեսնելու եւ նրա հետ միասին այս պահը անցկացնելու։ Եվ միաժամանակ ուրախ ենք, որ մեզ պետք է միանան հեռավոր կամ մոտիկ տեղերից համացանցով, որտեղից էլ որ մեզ միանաք, Աստված բոլորիդ մեծապես օրհնի, որտեղ որ գտնվեք, Տիրոջ օրհնությունը, խաղաղությունը եւ համբերությունը մեր բոլորի վրա թող լինի Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Գիտեք, մենք յուրաքանչյուրս երբ որ մեկտեղ կհավաքվենք եւ այս պաշտամունքի մեջ Տիրոջ ներկայությունը շատ զգալի կլինի, որովհետեւ Տեր Հիսուս Քրիստոսը ասում է, որ որտեղ որ իմ անունով կհավաքվեք, ես ձեր մեջ եմ։ Ուրեմն կնշանակի, որ Տիրոջ ներկայության մեջ ենք մենք։ Եվ ինչպես երգն էլ երգեցինք, ներկայությանդ մեջ Տեր խաղաղություն կա։ Այս խաղաղությունը, որ Տերը տալիս է, աշխարհ չի կարող տալ։ Տիրոջ խաղաղությունը թող մեր բոլորի վրա լինի։ Եվ գիտեք, ինչու խաղաղություն, որտեղ այս աշխարհի մեջ յուրաքանչյուրս էլ համայն աշխարհի մարդկությունը, որտեղ որ բնակվում է, նեղություններ ունի, մտածմունքներ ունի, հոգսեր ունի, ծանրություններ ունի, բեռներ ունի, որով աշխարհի մեջ այնքան նեղություններ կան, որ այդ նեղությունները մարդիկ իրենց վրա են տանում։ Բայց Տեր Հիսուս Քրիստոս մեզի գալիս է օգնելու եւ ասում է, որ եկեք ինձի բոլոր հոգնածներ եւ բեռնավորվածներ, եւ ես ձեզ պիտի հանգստացնեմ, պիտի հանգստություն տամ։ Եվ ասում է, որ ինձանից սովորեք։ Տեր Հիսուս Քրիստոսը, որպես մեր ուսուցիչը, որպես մեր առաջնորդը, ասում է, որ ինձ նայեք, ինձանից սովորեցեք, ինձ մեզ սորվեցեք։ Ինչ պետք է սովորենք մենք Հիսուսից։ Ես եւ բոլորս, որ շատ պակաս է այսօր բոլորիցս, հեզություն, խոնարհություն։ Հեզ եւ խոնարը Տերը կտեսնե երկնքից եւ նրան կզորացնե։ Տերը կուզե, որպեսզի խոնար եւ հեզ սրտեր։ Եվ այս ամենի մեջ ինչպես պետք է մենք ունենանք Տիրոջը հետևելով, Տիրոջ խոսքի մեջ մնալով։ Գիտեք, Սաղմոս 2-ի մեջ, Սաղմոս 120 առաջի համարը շատ գեղեցիկ է Դավթի Սաղմոսը։ Ասում է, նեղության մեջ Տիրոջս կանչեցի եւ Տերս ինձ լսեց, պատասխան տվեց եւ ինձ օգնեց, ինձ փրկեց։ Ինչ կարևոր է այս նախադասությունը, որ մենք ում պետք է փնտրենք։ Երբ որ նեղության մեջ ենք, որու պիտի գնանք, ինչ պետք է անենք։ Գիտեք, շատ անգամ մարդիկ, երբ որ հեռու են Աստծո խոսքից, ցավոք սրտի, ես պիտի խորհուրդ տայի, որպեսզի սիրելի ունկնդիրներ, սիրելի հետևորդներ, աշխարհում կա միակ եւ անկրկնելի մի հատիկ գիրքը, դա Աստվածաշունչ Մատյանն է, որ կարող է քո ներսդ խաղաղություն բերել, որ կարող է քեզի վստահություն տալ, որ կարող է քեզի օգնել, որ դու հույսով ուրախ լինես։ Պողոս առաքյալ ասում է, որ հույսով ուրախ եղեք, նեղության մեջ համբերեք։ Հռոմեացիս 12-րդ համարը, Հռոմեացիս 12-12-ը գեղեցիկ համար է, լսեցեք, հույսով ուրախ եղեք, որ հույսի մասին է, այն երջանիկ հույսի մասին է, որ Տերը խոստացավ, որ մի քիչ էլ համբերեք, սիրելիներ, ես ձեզ մենակ չի պիտի թողնեմ, ես ձեր կողքին եմ, թե որ նեղության մեջ եք դուք, թե որ դուք հալածանքների մեջ եք, տառապանքների մեջ եք, մտածմունքների, ցավերի, հիվանդությունների մեջ եք, ես ձեր կողքն եմ, ես ձեզ հետ պիտի լինեմ, ձեզ մենակ չի պիտի թողնեմ, եւ ձեր սրտերը պիտի խաղաղեցնեմ, հանգստացնեմ, դրա համար ասում որ հույսով ուրախ եղեք, հապա նեղության մեջ ինչ անենք, ցավոք սրտի, ոմանք շեղվում են, հազար ցավ եւ լաց եւ տառապանք,
մարդիկ նեղության մեջ են, մարդիկ խնդիրներ են ունենում եւ իրենց տալիս են թմրամոլության։ Իրենց տալիս են խմելու ետևից, դառնում են ալկոգոլիկներ, թմրամոլներ, անտուններ, բայց այս ամենի մեջ սա բոլոր այս ձեռագիրը չարի ձեռագիրն է։ Ասում է, որ քո, երբ որ դու տխուր ես, երբ որ դու, այսինքն, շատ վատ վիճակների մեջ ես, հույսով ուրախ եղիր եւ նեղության մեջ համբերիր եւ այդ համբերությունա մեջ ասում է աղոթիր, Տիրոջը խնդրիր, որովհետեւ Դավիթ ասում է, որ նեղության մեջ Տիրոջը խնդրեցի, կանչեցի եւ նա ինձ լսեց եւ պատասխան տվեց։ Շատ կարեւոր է սա։ Տեսեք, ինչ կարևոր է, Տեր Հիսուս Քրիստոսը եկավ աշխարհ մեղավորի համար։ Այդ մեղավորը ես եմ, այդ մեղավորը դու ես։ Եթե ես եւ դու մենք մեզի ճանաչենք, որ մենք Տիրոջ առջև մեղավոր ենք եւ ասենք. Հայր, Տեր, ներիր ինձ մեղավորիս։ Ինչ կարևոր է, մեկ նախադասություն. Տեր, ները ինձ մեղավորիս։ Եվ պիտի արդարանաս Տիրոջ առջև։ Երբ որ դու քո անձդ կխոնարեցնես, գիշեցնես, Տերը քեզ պիտի բարձրացնի։ Նեղության մեջ մենք պետք է ինչ սովորենք, համբերություն։ Շատ կարևոր է։ Եվ ինչպես է մարդ համբերություն սովորում, եթե ոչ նեղություններից։ Գիտեք, մարդիկ նեղության մեջ են լինում ինչու համար, ֆինանսական նեղություն կարող է լինել, ընտանեկան նեղություն կարող է լինել, հիվանդության նեղություն կարող է լինել, ամեն բանի մեջ փորձություններ, փորձանքներ։ Գիտեք, այսօր աշխարհի մեջ որքան ընտանիքների մեջ ինչ նեղություններ կան, բոլորի մոտ, բոլորի սրտերի մեջ, բոլորի ընտանիքների մեջ ինչպիսի նեղություններ կան։ Այսօր մարդիկ ինչպիսի հանցանքներ են գործում, ինչպիսի հանցավոր աշխարհի մեջ են ապրում, եւ մենք լսում ենք ամեն կողմից, թե ինչեր է կատարվում, մեկը վերցնում է եւ ինքն իրեն անznասպան է լինում, երիտասարդ տարիքի մեջ, այդ ծնողների նեղությունը խնդրեմ, մեկը վերցնում է եւ ամբողջ իր ընտանիքին է զոհում, եւ վերջն իրեն է սպանում, հա տեսեք ինչպիսի մեծ զոհեր է լինում, ինչպիսի չարագործություն է կատարվում, բանսարկուն, մարդասպան, չարը, ինչպես է մարդկանց մտքերի եւ սրտերի հետ խաղում եւ նրանց միջև այդպիսի անznասպանության զոհերի է տանում։ Բայց մեր Տեր Հիսուս Քրիստոսը ասում է, որ ինձ մոտ եկեք։ Երեմիա մարգարեության մեջ Երեմիա 33:3 շատ գեղեցիկ համար է։ Կանչե ինձ, Տեր ասում է։ Կանչե ինձ։ Անունով կանչիր ինձ։ Եվ ասում է, ես պիտի լսեմ քեզի։ Պիտի լսեմ եւ պիտի կամ քեզի եւ պիտի քեզի պատմեմ այն ամեն ինչը, որ դու տակավին դեռ լուր չունես, չգիտես, քո միտքը փակ է։ Պիտի միտքդ բացեմ։ Ինչու համար, որպեսզի քո մտքի մեջ դնեմ Տեր Հիսուս Քրիստոսի այն երջանիկ հույսը, այն հավատքը, որ դու կանչես Տեր Հիսուս Քրիստոսի անունը եւ փրկվես։ Որովհետեւ Պողոս առաքյալը Հռոմում հռոմեացիներին գրված 10-րդ Հռոմեացիս 10-րդ գլխի 13-րդ համարի մեջ շատ գեղեցիկ համար է ասում. Ով որ Տիրոջ անունը կանչե, պիտի փրկվե։ Եվ շարունակում է, ինչպես պիտի կանչի, ասում է, եթե նրան չի հավատում։ Ուրեմն պիտի հավատաս մեկին, որ կանչես։ Ուրեմն պիտի հավատաս, որ Տեր Հիսուս Քրիստոս կա, որ նրան կանչես։ Տեսնում եք ինչ կարևոր է հավատքը մեր կյանքի մեջ։ Եվ ինչպես է այդ հավատքը մեր մեջ առաջանում։ Հավատքը լսելն է, լսելը Աստծո խոսքեն է, եղբայր եւ քույր, բաց ավետարանը, կարդա ավետարանը, եւ Տերը քեզ պիտի խոսի ավետարանի միջոցով, եւ քո մեջ հավատ պիտի սերմանի։ Եվ այդ հավատքը պիտի մեծանա, պիտի մեծ արմատներ տա եւ պիտի ծառ դառնա, եւ այդ ծառը պիտի պտուղներ տա, եւ այդ քաղցր պտուղները պիտի ճաշակեն քո բոլոր կողքինները,
Եվ ինչու՞ չէ Տերը պիտի ճաշակի այդ քաղցրահամ պտուղից, որ քո հավատքից պիտի առաջանա։ Տեր Հիսուս Քրիստոսը ասում է, որ ես իմ խաղաղությունս կթողում ձեզի։ Հովաննու ավետարանի 14-րդ գլխի 27 համարը ասում է, որ խաղաղություն կթողում ձեզի, իմ խաղաղությունս կտամ ձեզի, ոչ թե ինչպես աշխարհ կտա, ես ձեզի կտամ։ Աշխարհի խաղաղությունը շատ կարճ է, խաբուսիկ է, պայմանական է, թղթի վրա գրված է։ Իմիջիայլոց թղթի վրա գրված դիպլոմներ են տալիս մարդկանց։ Սրանք բոլորը գրված են թղթի վրա, որ մի օր պիտի այս թուղթերը վերանան, պիտի կորչեն, պիտի մաշեն, բայց Տիրոջ խոստումը հավիտյան պիտի մնա։ Տիրոջ խոստումը քո սրտի տախտակի մեջ է գրվում, որ քեզ հետ միասին պիտի գնա։ Եվ ոչ ոք չի պիտի կարողանա քեզի այդտեղից հանել, ինչ որ Տերը քո սրտի մեջ դրեց։ Ամեն բան կարող են քեզանից խլել, բայց քո սրտի մեջ եղած հավատքը ոչ ոք չի կարող քեզանից խլել, որտեղ դա Տիրոջ տվածն է, Աստծո տվածը հավատքը հավիտյանս հավիտենից կմնա քո մեջ։ Ուրեմն ասում է խաղաղություն կտամ ձեզի, իմ խաղաղությունս սրտերնից չխռովի եւ չվախենակ։ Իմ Տերս միշտ կսե, քաջ սիրտ եղիր, մի վախնար։ Իմ Տերս միշտ կսե, քաջ սիրտ եղիր, մի վախնար։ 365 անգամ ավետարանի մեջ գրված է մի վախնար։ Ինչու տարվա ամեն մեկ օրվա համար, որպեսզի ես առավոտյան արթնանամ եւ այդ պատգամը իմ սրտի մեջ ունենամ, ես եւ դու, այսինքն մի վախեցիր, ես քեզի հետ եմ։ Տերն իմ լույսն ու փրկությունն է։ Այո, ամեն, ամեն։ Ես որ մե պիտի վախենամ։ Տերը իմ կյանքիս Տերն է, ապավենն է, ես ումից պիտի դողդողամ։ Եկեք այս բաները մենք մեր սրտի մեջ, այսինքն ունենանք պահված զորավոր կերպով, որպեսզի դեմ դնենք այն ժամանակ, երբ որ մեր առջև փորձություններ կգան, երբ որ մեր առջև նեղություններ կգան, մենք կարողանանք ասել, որ մենք պարծենում ենք այս նեղության մեջ։ Մենք կարող ենք այսպես ասել, հնարավոր է։ Տեսեք, մեր Տերը եւ Փրկիչը Հիսուս Քրիստոսը մեզի ասում է, որ Մատթեոս ավետարանի 11-րդ գլխի 28-29 համարների մեջ ասում է, որ ինձ մեզ սորվեցեք, որ ես հեզեմ եւ խոնարհ եմ, եւ ձեր անձերին խաղաղություն պիտի գտնեք։ Ինձ մեզ սորվեցեք։ Տեսեք, Հիսուս Քրիստոսը աշխարհ եկավ, մարդացավ, չէ՞։ Բոլորս գիտենք, սա անուրանալի իրականություն է։ Աստված երկնքից երկիր եկավ եւ մարդացավ, իմ եւ քո պես մարդ եղավ, եւ ծնվավ Մարիամ կույս Աստվածածնից եւ աշխարհ եկավ։ Ինձի պես մարդ եղավ, քեզի պես մարդ եղավ։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսն էլ տեղ եկավ, որ նեղվեց։ Իր մարմինը շատ թուլացավ։ Մարդկային մարմինը, ուշադիր։ Այս մարմինը մարդկային եւ տեսեք, եւ Տեր Հիսուս Քրիստոս իմանալով հանդերձ թե ինչու է գալի աշխարհ, ինչի համար է գալիս եւ ինչպիսի մահով պիտի փառավորվի, հանկարծ մարդկային մարմինը նրա ինչ եղավ, տկարացավ։ Անշուշտ, Սուրբ գրային է, լսեցեք բոլորդ։ Գրանցված է Ղուկաս ավետարանի 22-րդ գլխի 42 համարից։ Հայր, եթե կուզես այս գավաթը ինձանից հեռացրու, կարող ես հեռացնել։ Ինչի մասին էր խոսքը։ Հիսուսի չարչարանքների, չէ՞։ Հիսուս գիտեր, թե ինչ է սպասվում իրեն։ Գիտեր։ Հայր, հեռացրու այս բաժակը ինձանից։ Բայց ոչ թե
իմ կամքս, որտեղ տեսեք, սա իմ կամքն էր։ Սա իմ կամքն է, մարդկային կամքն է, որ Տեր, այս նեղությունները հեռացրու ինձանից, Տեր, այս հիվանդությունները հեռացրու ինձանից, անմիջապես, հիմա։ Մեկ վարքյան, այստեղ մենք սխալ խոսեցինք, այստեղ սխալ բան կա։ Չէ, մարդկային է, համաձայն եմ, բոլորս էլ այդպես կմտածենք, ես էլ բոլորս էլ, բայց եկեք տեսնենք, թե ինչ է ասում մեր Տերը, բայց ոչ թե ասում է իմ կամքս, հապա թող քո կամքդ ըլնա։ Թող քո կամքդ ըլնա։ Հիմա Տիրոջ կամքը տեսեք ինչ է, Աստծո կամքը ինչ է, այո, թեև նեղության մեջ լինես դու, թեև տառապանքի մեջ լինես դու, իմ Տերս ասում է, որ մի վախեցիր, ես քեզի հետ եմ, ճիշտ է այս նախադասությունը, հիմա լսեցեք, ինչպես է սա կատարվում, երբ որ մենք նեղության մեջ կլինենք, մենք կարող ենք, ես և բոլորս կարող ենք այսպես սովորենք, մեր խոսքից մենք բոլորս սովորենք, մենք կարող ենք ասել, որ Տեր, այո, ես ուզում եմ, որպեսզի առողջանամ, ես ուզում եմ, որպեսզի այս նեղությունները հեռանան ինձանից, բայց կարող ենք այս մյուս նախադասություններ ասել, բայց ոչ թե իմ կամքս, հապա թող քո կամքը լինի, Տեր։ Եվ գիտեք դրանից ինչ է կատարվում, պիտի կարդամ շարունակությունը։ Երկնքեն հրեշտակ մը երևցավ և անոր զորացրեց։ Տեսեք ինչ եղավ։ Բնականաբար մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին հրեշտակի զորություն պետք չէր երբեք։ Ինքն էր արարիչը հրեշտակների և մարդոց։ Բայց սա գրված է մեր մարդկային մարմինների համար, որովհետև մենք էլ այսպես տկար մարմինների մեջ ենք, և երբ որ փորձությունների մեջ ենք, երբեմն այդ փորձությունների մեջ անգիտակցաբար, տեսեք, երբեմն երկար տարիների հավատացյալ ենք լինում, բայց երբ որ նեղության մեջ ենք, անգիտակցաբար մենք ինչ ենք անում, գիտեք, մեղանչում ենք։ Եվ գիտեք ինչ ենք ասում։ Ինչու պիտի ինձի հետ լիներ այս մեկը։ Տեր, ազատ է ինձի։ Չես տեսնում, որ ես չարչարանքների մեջ եմ, Տեր, ազատիր ինձի։ Հիշեցնեմ ձեզի և ինձ, այս մեկը հայոյություն է։ Հայոյություն արեցինք մենք։ Ինչու եմ ասում, գիտեք, նույն Ղուկասու ավետարանի մեջ, երբ որ Տեր Հիսուս Քրիստոս խաչված էր, իր կողքը երկու ավազակներ են խաչված, ճիշտ է, այնպես որ խոսքերս փաստով եմ խոսում, փաստացի եմ խոսում։ Զախակոմյան ավազակը ասաց, որ մենք չարչարվում ենք, ազատ է մեզի և քեզի։ Հայոյություն էր սա։ Իսկ Աջակոմյան ավազակը, Զախակոմյան ավազակին գիտեք ինչ ասաց, հանդիմանեց, դու չես վախենում Աստծուց մե, որ այսպես ես խոսում։ Եվ Աջակոմյանի խոսքը եղավ, որ Տեր ներողություն նախ հանդիմանեց Զախակոմյանին ասելով, որ մենք մեր արդար պատիժն ենք կրում Զախակոմյանին, ինչու ես բողոքում, մենք մեր հանցանքների պատիժն ենք կրում, բայց այս մարդը հանցանք չունի, անմեղ է, սուրբ է, բայց խաչվում է, բայց արիտես, որ այդ մարդը Տեր Հիսուս Քրիստոսն է, խաչվում է իմ մեղքերի համար։ Աջակոմյանը անդրադարձավ և ասաց, որ Տեր, երբ որ քո թագավորությունովդ կաս, աղաչում եմ քեզ, ինձ էլ հիշիր։ Տեսակ ինչ եղավ։ Ահա հարցի պատասխանը։ Եվ այստեղ Տեր Հիսուս Քրիստոսը ասում է, որ երբ որ հրեշտակ եկավ նրան զորացրեց, տեսեք ինչ եղավ։ Մարդկային մարմնի մեջ Եվ Տեր Հիսուս Քրիստոս մեզ սաստիկ նեղության մեջ լինելով
Քրիստոսի համար է ասում, մարմին նեղության մեջ էր այդ մարմինը, որովհետև գիտեք ինչ, գիտեր թե ինչպիսի անարգ չարչարանքով խաչին պիտի մահանար, այդ չարչարանքները զգալով, իմանալով, ասում է, որ և սաստիկ նեղության մեջ լինելով ավելի ջերմեռանդ աղոթել սկսեց։ Ուրեմն կնշանակի, որ ահա այն ժամանակ թեկուզ ես նեղության մեջ եմ, երբ որ ես ասեմ, որ Տեր թող քո կամքը լինի, այդ ժամանակ ճշմարտապես այդ հրեշտակը քեզ և ինձ պիտի գա և պիտի զորացնի։ Եվ մենք ավելի քաջությամբ, ջերմեռանդ պիտի աղոթենք Տիրոջը։ Եվ ահա այս է ուզում յուրաքանչյուրիցս Տերը, որ մենք նեղության մեջ համբերենք եւ այդ համբերության մեջ մենք, այսինքն վստահ լինենք, հույսով ուրախ լինենք, տրտմություն չունենանք, հապա Տիրոջը աղոթենք, ասելով, որ Տեր, պատրաստ եմ ես, թող քո կամքը լինի, ինչպես որ երկնքում, այդպես էլ երկրի վրա։ Շատ գեղեցիկ է այս համարները, որ ես կարդում եմ, և տեսեք, Տերը որ ասում է մի վախեցնեք, չէ, այո, որովհետև այս ժամանակավոր կյանքը շատ արագ պիտի անցնի, բոլորիցս էլ։ Այո, մենք ժամանակավոր կյանքի մեջ ենք, բայց Տերը մեզ կանչեց հավիտենականության, անժամանակի համար կանչեց։ Եվ ասաց, որ այո, այս աշխարհի մեջ ձեզ աշխարհը բնականաբար չի սիրելու։ Գիտեք ինչու, ասում է, որ եթե աշխարհը ձեզ ատի, այսինքն ինձ եկողներիդ, որ ես ձեզ ընտրել եմ, որպես իմ զավակները, որդիներ աստվածային, գիտեք, թե ձեզ մի առաջ զիս ատեց։ Եթե աշխարհից եղած լինեիք, ասում է, աշխարհը իրեն ներուն սիրում է, չի ատում։ Բայց որովհետև աշխարհից չեք, հապա ես ձեզ աշխարհից ընտրեցի, անոր համար աշխարհ ձեզ կատե։ Ուրեմն կնշանակի, որ այս ժամանակավոր կյանքի համար չենք մենք։ Բոլորն էլ այս աշխարհի մեջ Տերը ուզում է, որպեսզի բոլորն էլ իրեն դարձիկան, չէ։ Այսօր հավատացեք, մենք ենք, որ մտածում ենք, որ այս մարդը անհավատ է, այս մարդը հավատացյալ է։ Ոչ։ Աստծո մոտ բոլորն էլ սիրելի են։ Աստված բոլորին էլ սիրում է։ Եվ բոլորին էլ համբերությամբ սպասում է, ասում է, որ եկեք ինձ բոլոր հոգնած եւ բեռնավորվածներ։ Եկեք ես ձեզ պիտի հանգչեցնեմ, իմ խաղաղությունս պիտի տամ։ Բայց մենք նորից այս աշխարհի մեջ տրտմություն ունենք, նորից մենք ցավ տառապանք ունենք եւ նեղություն ենք քաշում, գիտեք, ամեն ժամանակ, ամեն բանի մեջ։ Հիմա գալիս է մեզ նորից ուրախության խոսքը Տեր Հիսուս Քրիստոսի։ Հովհաննես ավետարանի 16:22։ Հիրավի հիմա դուք տրտմություն ունեք, բայց ես ձեզ նորից պիտի տեսնեմ եւ ձեր սրտերը ուրախ պիտի լինեն։ Եվ ասում է, ձեր ուրախությունը մեկը ձեզանից չի կարող վերցնել այլևս։ Հետաքրքիր է, չէ՞, ուրեմն այս աշխարհի վրա կարող է մեր ուրախությունը ժամանակավոր լինել, գիտեք։ Այսինքն, օրինակ տամ։ Երբ որ մեր գործերը շատ լավ են ընթանում, ամեն բան հարթ է, ամեն բան լավ է, գործի մեջ խնդիր չունեմ, ընտանիքի մեջ խնդիր չունեմ, հարազատների մեջ խնդիր չունեմ, ուրեմն ուրախ եմ։ Ոչ մի հարց չունեմ ինձի, այսինքն մտահոգող։ Բայց հանկարծ խնդիրներ են առաջանում, առողջական խնդիրներ։ Ով մարդ, ով սիրելի եղբայր եւ քույր, ես եւ դու միշտ պետք է երիտասարդ մնանք, միշտ պետք է առողջ լինենք, հետաքրքիր է, կա այդպիսի մի բան, միշտ պետք է մենք ուժով լինենք,
Անշուշտ ոչ։ Երբ որ ժամանակ է գալիս, հանկարծ աչքերը տկարանում են, ուրախանում ես, ոչ, տխրում ես, բնականաբար։ Երբ որ ժամանակ է գալիս, որ ականջները լավ չեն լսում, դու քեզնից քեզ նեղանում ես, որտեղ դիմացինիդ խոսքը չես լսում, նեղվում ես, չես ուրախանում։ Առավոտյան արթնանում ես, որ քայլես, ոտքերդ քեզ դավաճանում են, դու ուրախանում ես, անշուշտ ոչ։ Տեսակ ինչ եղավ։ Բայց մի քանի վաղ առաջ շատ ուրախ էր, առավոտյան արթնանում եւ վազում էր։ Հիմա առավոտյան արթնանում ես, ոգրով ես ման գալիս։ Ոգրով ես ման գալիս, այլևս չես կարողանում վազես։ Տեսար ինչ եղավ։ Ուրախությունդ գնաց քեզանից։ Բայց այս ամեն ինչի մեջ կա մեկը, որ մեզ ասում է, որ ամեն ժամանակ, ամեն բանի մեջ ուրախ եղիր, որտեղ այս կյանքի համար չես դու հավիտենականության համար ես, ես քեզի խոստացել եմ հավիտենականություն եւ պիտի երկինքը քեզի ժառանգել տամ։ Դրա համար ասում եմ, որ ուրախ եղիր, ամեն ժամանակ ուրախ եղիր։ Շատ կարևոր է այս ուրախությունը, որ մեր մեջ մենք ունենանք։ Եվ Տեր Հիսուս Քրիստոս ասում է, որ նայեցեք այս աշխարհի մեջ, այս ժամանակով կյանքի մեջ ոչ մի բանի համար մի նեղվեք եւ այսինքն մի ամոթսեպեք։ Ինչ է ամոթսեպենք։ Մի ամոթսեպեք ձեր հավատքը արտացոլելու մարդկանց մեջ։ Մի ամաչեք ասելով, որ ես հավատացյալ եմ, ես Քրիստոսին եմ հավատում, ես իմ Տիրոջ եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսին եմ հավատում, որ խոստացավ ինձ հավիտենական կյանք։ Մի ամաչիր։ Մի ամաչիր քո Տիրոջը դավանել, ասելով, որ իմ Տերս եւ իմ Փրկիչս, մի ամաչիր։ Խոստովանիր միշտ, որ Հիսուս Տեր է, Հիսուս օծյալ Տեր է, Փրկիչ է։ Ահա այդ ժամանակ վստահությամբ, ինչպես որ Աչակոմյան ավազակը, գիտեք ինչ ասաց, Տեր, երբ որ քու թագավորությունով գաս, ինձ էլ հիշիր։ Մի խաչվող մարդու, որ այրուններով լեցված, երեսի վրա տեղ չկա, այսինքն տեսք չունի նայելու, եւ մարդ է խաչի վրա, հանկարծ Աչակոմյան ավազակ ասում է, որ Տեր, երբ որ քու թագավորությունով գաս, կնշանակի, որ Աչակոմյան ավազակը հավատաց Քրիստոսի հարությանը, որ Քրիստոս նորից պիտի գա, հարություն պիտի առնի, եւ պիտի գա հորը փառքով, եւ պիտի բոլորին իրեն հավատացողներին պիտի տանի այնտեղ, որտեղ որ ինքն է։ Եվ այստեղ շատ գեղեցիկ մի համար կա, Հռոմեացիս 10-րդ գլխի 9-րդ համարի մեջ ասում է, որ եթե քու բերանովդ, շրթունքներովդ չվախենաս, չամաչես, Հիսուսին Տեր խոստովանես։ Լսեցեք, Տեր, Հիսուս դու Տեր ես, եւ սրտիդ մեջ անկասկած վստահությամբ հավատաս, որ Աստված Հիսուս Քրիստոսին մեռելներից հարություն տվեց։ Պիտի փրկվես, պիտի կյանքը ունենաս, այն կյանքը, որ Տերը խոստացավ, ասել, որ ես եմ ճանապարհը, ես եմ ճշմարտությունը, ես եմ կյանքը, ինձի եկեք եւ պիտի կյանք ունենաք եւ առավել կյանք ունենաք։ Եբրայեցիս 12-րդ գլխի 2-րդ համարը, ամեն անգամ այս համարը միշտ հիշում եմ ես, ձեզ էլ այս համարը տամ, տեսեք, Եբրայեցիներից 12:2, շատ հեշտ է, 12:2, չէ, Եբրայեցիս 12:2, Հիսուսին նայենք, մեր հավատքի առաջնորդ եւ կատարողին, որ իր առջև կեցած ուրախությանը համար խաչը հանձն առավ։ Ինչ էր այդ խաչը, եթե ոչ անարգանք, չարչարանք, խաչի մահը ամենասոսկալի մահն էր հռոմեական կայսրության մեջ, ամենացավալի, սոսկալի, դրանից այն կողմ ուրիշ, այսինքն ցավալի մահ չկար։ Գիտեք, հռոմեական կայսրության ժամանակ, այո, քրիստոնյաներին, Քրիստոսի հետևորդներին, Քրիստոսից հետո, գիտեք ինչ էին անում, նրանց հալածում էին, տանջում էին, ասենք թե նրանց պահում էին վանդակների մեջ, եւ գիտեք երբեմն ինչ էին անում,
Նրանց բաց էին թողնում էին կրկեսում գիտեք այնտեղ ինչեր էին, բագրներ եւ այռուցներ։ Եվ մարդիկ կրկես որպես եկած հռոմեացիները նայում էին եւ հրճվում էին, թե ինչպես քրիստոնյաներին կրկեսի մեջ բաց էին թողնում եւ այռուցները նրանց հոշոտում էին։ Ինչ է որ նրանք քրիստոնյա են։ Բայց ինչպես Պողոս Առաքյալն է ասում, այդ ցավը վարքյանական ցավ է։ Մեկ րոպե, դրանից հետո այլևս ցավ չկա, տառապանք չկա, այլևս ուրախություն կա, ինչպես Տեր Հիսուս Քրիստոսը ասում է, որ այդ ուրախության համար խաչը հանձն առավ եւ ամոթը անարգեց, հասկանում եք, նա ամոթ չսեպեց քարոզելու, ամոթ չսեպեց Աստծո խոսքը, կենթանի խոսքը մարդկանց տալու, այսօր ես եւ դու պետք է ամոթ չսեպենք Աստծո խոսքը խոսելու տալու, որովհետեւ ասում է, որ ամոթ չսեպեց եւ ասում է ամոթը անարգեց եւ Աստծո աթոռին աջ կողմը նստեց, Հիսուս Քրիստոսը Աստծո աթոռին աջ կողմը նստեց, մեզ ինչ է սպասվում, լսեցիք այդ խոսքը, հիմա այս խոսքը լսեք, ամոթ չսեպեց եւ Աստծո աջ կողմը աթոռին նստեց, Հիսուս Քրիստոսը, Ես պիտի կարդամ 20 համարից, Հովանու հայտնության 3-20 համարից պիտի կարդամ, որ ավելի խորհրդավոր լինի։ Չէ, 19-ից պիտի կարդամ։ Ես իմ ամեն սիրածը կհանդիմանեմ ու կխրատեմ, ուստի նախանձախնդիր եղիր եւ ապաշխարե։ Ահա ես դուռը կայնել եմ ու կզառնեմ։ Եթե մեկը իմ ձայնը լսե եւ դուռը բանա, անոր քով պիտի մտնեմ եւ անոր հետ ընթրիք պիտի ունեմ, անալ ինձի հետ։ Այս ամենը կարդացի ես վերջի 1 համարի համար, 2 համարի համար։ Ան որ կհաղթե, ինձի հետ իմ աթոռս պիտի նստե։ Ինչպես ես ալ հաղթեցի եւ իմ հորս աթոռը նստեցի։ Լսեցիք։ Այն որ կհաղթե, ինձի հետ իմ աթոռս պիտի նստե։ Ուրեմն այս բոլորի մեջ մենք ինչ քաղեցինք այսօր, որ սիրելի եղբայր եւ քույր, այս աշխարհի մեջ նեղություններ պիտի ունենանք բոլորս էլ։ Այս աշխարհի նեղությունները պիտի գան, պիտի անցնեն։ Այս բաները ձեզի խոսեցա, որպեսզի ինձմով խաղաղություն ունենաք։ Հիսուս Քրիստոսով խաղաղություն ինձ եւ բոլորիս։ Աշխարհի մեջ նեղություն պիտի ունենաք։ Տեսեք Հիսուսի ասում, աշխարհի մեջ ես նեղություն պիտի ունենամ, դու նեղություն պիտի ունենաս, բայց քաջասիրտ եղիր, մի վախնար։ Տեր Հիսուս Քրիստոսը ասում է, ես աշխարհին հաղթեցի, սատանայի գլուխը ջախջախեցի, աշխարհին հաղթեցի, հաղթական կյանք Հիսուս Քրիստոսով, սիրելի քույր եւ եղբայր։ Եվ այս վերջի համարով ամփոփեմ եւ վերջացնեմ։ Առաջի Պետրոս 5:10։ Այս համարները, որ ասում եմ, հիշեք, շատ գեղեցիկ համարներ են եւ բացեք եւ կարդացեք եւ զորացեք այդ համարներով։ Առաջի Պետրոս 5:10։ Եվ բոլոր շնորհներուն Աստվածը, որ մեզ իր հավիտենական փառքին կանչեց, Քրիստոս Հիսուսին միջոցով, տեսնում եք, մենք Քրիստոս Հիսուսի միջոցով կանչվեցինք Աստծո փառքին։ Քիչ մատեն նեղություն կրել է ետքը, ինք ձեզ թող կատարյալն է, հաստատե, զորացնե ու հիմնե, իրեն փառք եւ զորություն հավիտյանս հավիտենից, ամեն։ Աստված օրհնի բոլորիս։